Հունիսի 17-ի առավոտյան Թեհրանում պայթյուններ են հնչել, արձանագրվել է ինտենսիվ հակաօդային պաշտպանություն, հաղորդում են իրանական լրատվամիջոցները։ Այս իրան լրատվական կայքի տվյալներով հակաօդային համակարգերն ակտիվացել են նաև Նաթանս քաղաքում, ուր տեղակայված են Իրանի առանցքային միջուկային օբյեկտները Թեհրանից մոտ 320 կիլոմետր հեռավորության վրա։ Իսրայելում կեսգիշերից հետո օդային տագնապյաց դանշաններ են հնչել, լսվել են նաև պայթյունի ձայն։ Իրանի զինված ուժերը սկսել են Իսրայելի տարածքում գտնվող թիրախներին ուղղված հրթիռային հարվածների նոր փուլը։ Թե հստակորեն քանի հրթիռ է արձակվել հրեական պետության ուղղությամբ չի նշվում։ Իրանի զինված ուժերը երկուշաբթի հասցված հարվածների ընթացքում կարողացել է ոչնչացնել Իսրայելի հեռահար հոբ համակարգը, հաղորդում է Ֆարս գործակալությունը։ Ըստ գործակալության հարվածը հասցվել է անտեսանելի անօդաչուի օգնությամբ։ Իրանի պաշտոնյաների փոխանցմամբ 5 օրում զոհվել է 224 մարդ, հիմնականում խաղաղ բնակիչներ։ Իսրայելը հայտնել է 24 քաղաքացիական զոհի մասին։ Իսրայելի ֆինանսների նախարարը հայտարարել է, որ գրեթե 3000 իսրայելցի տարհանվել է Իրանի հարվածների հետևանքով հասցված վնասների պատճառով։ Իսկ Հայֆայի նավթավերամշակման գործարանի վրա Իրանի հրթիռային հարվածի հետևանքով 3 մարդ զոհվել է։ Իրանը հայտարարել էր ճշմարիտ խոստում 3 գործողության նորալիքի մեկնարկի մասին, որը կտևի մինչև լուսաբաց։ Նշվում է, որ այս գործողության ընթացքում Իրանի զինված ուժերը զանգվածային հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերի հարված են հասցրել իսրայելական քաղաքներին, այդ թվում Հայֆային եւ Թել Ավիվին։ Իսրայելի օդուժը հարվածել է Իրանի պետական հեռուստատեսության Թեհրանի հյուսիսում գտնվող շենքին հարձակման պահին հեռուստաընկերությունը եղել է ուղիղ եթերում, հարվածից անմիջապես հետո հեռարձակումը դադարեցվել է։ Ալ Ջազիրա հեռուստաընկերության փոխանցմամբ հեռուստատեսության շենքին հասցված հարվածի հետևանքով կան զոհեր։ Իրանի հետախուզական ծառայություններն Իսլամական Հանրապետության տարածքում հայտնաբերել են հեռակառավարվող Spike հակատանկային հրթիռային համակարգեր, որոնք տեղակայել են իսրայելցի գործակալները։ Այդ մասին հայտնել է իրանական Press TV հեռուստաալիքը։ Ըստ տվյալների Spike համալիրները, որոնք հագեցած են հեռակառավարման եւ ինտերնետի միջոցով կառավարման համակարգերով, նախատեսված են եղել Իրանի հակաօդային պաշտպանության միջոցները ճնշելու համար։ Հեռուստաալիքը սակայն չի նշել, թե որտեղ է գտնվել իսրայելական զենքը։ Իրանական տեղական լրատվամիջոցները հայտնել են նաեւ, որ երկրի անվտանգության ուժերը Թեհրանից հարավ գտնվող Ռեյ քաղաքում հայտնաբերել են անօդաչու թռչող սարքերի արտադրության գաղտնի գործարան, որը շահագործել է Իսրայելի Մոսսադ հետախուզական գործակալությունը։ Եռահարկ շենքում հայտնաբերվել են ինքնաշեն ռումբեր եւ ավելի քան 200 կիլոգրամ պայթուցիկ նյութեր։ Ինչպես պնդում են ԶԼՄ-ները, իսրայելական գործակալները տարածքն օգտագործել են անօդաչու թռչող սարքերի հավաքելու եւ պահպանելու համար։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական մեդիայում գրառման փորդորել է Թեհրանի բնակիչներին անմիջապես լքել քաղաքը։ Իրանը պետք է ստորագրած լիներ այդ համաձայնագիրը, ես նրանց ասել էի ստորագրեք։ Ինչ ափսոս ու ինչ անիմաստ մարդկային կորուստ։ Իրանը չի կարող ունենալ միջուկային զենք, ես դա ասել եմ նորից ու նորից, գրել է Թրամփը Truth Social հարթակում։ Բոլորը պետք է անմիջապես տարհանվեն Թեհրանից։ ԱՄՆ նախագահը մի քանի անգամ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ներգրավված չի եղել առաջին հարվածներում եւ հրաժարվել է մեկնաբանել արդյոք ԱՄՆ-ն մասնակցելու է հետագա գործողություններին։ ԱՄՆ-ն պետք է կանգնեցնի Իսրայելի հարձակումները Թեհրանի վրա բանակցությունները վերսկսելու համար։ Այս մասին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանն ասել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի եթերախոսազրույցի ժամանակ։ Եթե ԱՄՆ-ն ցանկանում է վերսկսել բանակցությունները, ապա նախ պետք է դադարեցնի Իսրայելի տարածաշրջանային ագրեսիան, ասել է նա։ Փեզեշքյանը հավելել է, որ Իրանը չի ձգտում ընդլայնել պատերազմը, սակայն կպատասխանի իրանական հողի վրա ցանկացած հարձակման։ Իրանի դեմ Իսրայելի գործողությունը ոչ միայն խնդիր է Թեհրանի համար, այլև ազդում է ամբողջ տարածաշրջանի վրա։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն։ Ամեն օր ավելի պարզ է դառնում, որ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու պատրվակով Իսրայելի հարձակումն ավելի մեծ եւ նենգ նպատակներ ունի։ Իսրայելն այդ հարձակումներն իրականացնելիս գործում է արևմուտքի անսահմանափակ աջակցությամբ եւ իրեն ագրեսորի պես է պահում, ասել է Թուրքիայի նախագահը։ Էրդողանը նշել է, որ հունիսի 13-ից ինքը եւ թուրք նախարարները ակտիվ դիվանագիտություն են վարում։ Մենք ի սկզբանե նշել ենք, որ Իրանի միջուկային ծրագրի քննարկումը պետք է անցկացվի բանակցությունների սեղանի շուրջ եւ այսօր մենք նույն տեսակետն ունենք։ Նրա թափածարյան յուրաքանչյուր նոր կաթիլի հետ նա վտանգում է իր սեփական գոյությունը եւ իր հասարակության ապագան, ասել է Թուրքիայի նախագահը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ չի բացառում սցենար, որի դեպքում փորձ կարվի չեզոքացնել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին, հայտարարել է ABC News-ը։ Միաժամանակ Նեթանյահուն խոսելով այն մասին, որ չի բացառում Իրանի գերագույն առաջնորդին չեզոքացնելու հավանականությունը, կարծիք է հայտնել, որ դա ոչ թե կսրի հակամարտությունը, այլ կավարտի այն։ Նա նաև նշել է, որ Իսրայելն Իրանի դեմ գործողությամբ հետապնդում է 3 հիմնական նպատակ՝ Իրանի միջուկային եւ հրթիռային ծրագրի ոչնչացում, նաև այսպես կոչված ահաբեկչության առանցքի չեզոքացում։ Ավելի վաղ Իսրայելը հայտարարել էր գործողության միայն 2 հիմնական նպատակի մասին։